Լևոն Տեր Պետրոսյան։ Սիրելի հայրենակիցներ, թեև ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ 3 հիմնական արձանագրում, կոնստատացիա։ Առաջին, առանց Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանը անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումը իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի ու նրանից կախված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը և բոլորովին մի այլ բան զիջումը։ Ով է ձեզ ստիպում որևէ բան զիջել, ով է պահանջում տարածքներ վերադարձնել, դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ով ուրախ չի լինի։ Միայն թե ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ անհնար է չտեսնելու տալ, որ Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը անհաղթահարելի խոչընդոտներ է հարուցում տարածաշրջանային համագործակցության, հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործման, արտասահմանյան ներդրումների ներգրավման, Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, արտագաղթը խթանող երևույթների վերացման համար։ Իսկ մյուս կողմից իշխանությունների ձեռքին հզոր լծակ է հանդիսանում ժողովրդավարության սահմանափակումները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հալածանքները եւ երկրի սանձարձակ թալանը արդարացնելու համար։ Իշխանությունների այս մտայնությունը լավագույնս ձևակերպել է ազգային կամ հայրենասեր կոչվող հայ մտավորականներից մեկը, Ռուբեն Գևորգյանցը, նշելով մոտավորապես հետևյալը. Հայաստանը նախ պետք է լուծի իր ազգային խնդիրները եւ ապա միայն մտածի ժողովրդավարության ու օրինականության հաստատման մասին։ Իսկ քանի որ մեր ազգային խնդիրները անսպառ են եւ բնականաբար Ղարաբաղի հարցի լուծումից հետո հերթագայությամբ պետք է լուծվեն նաև Նախիջևանի, Ջավախքի, Ղարս Արտահանի, Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի խնդիրները, ապա Հայաստանում դեռ 100 տարի էլ ժողովրդավարություն, օրինականություն, արդար ընտրություններ չեն լինելու
եւ դեռ 100 տարի էլ երկիրը շարունակելու է անխնա թալանվել, եթե իհարկե երկիր մնացած լինի։ Երկրորդ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, կրկնում եմ, սրանք մեջբերումներ են իմ նախորդ ելույթից։ Երկրորդ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է իշխանական քարոզչամեքենան նյարդայնանում նաև այս պնդումից եւ ճգնում դրանում եւս անպայման իմ զիջողականության ապացույցներ փնտրել։ Ընդ որում, լկտիաբար անտեսելով այն հանգամանքը, որ ես խոսում եմ ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ զիջումների կոմպրոմիսի մասին։ Անհասկանալի է նաև, թե ինչու նույն այդ մեքենան չի փորձում ապացուցել հակառակը։ Այն է, որ փոխզիջման այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ ասենք միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կամ թեկուզ Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիան։ Թեպետ պատերազմի վտանգից շատ էլ չպետք է անհանգստանալ, քանի որ իշխանական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներից մեկը վերջերս խրոխտաբար հայտարարեց, որ դրա վերսկսման պարագայում հայոց փառապանծ բանակը կնվաճի նաև պատմական Հայաստանի մինչև քուր գետն ընկած տարածքները։ Մենք բնականաբար որևէ հիմք չունենք կասկածելու մեր ազնվազարմ իշխանությունների հայտարարությունների հավաստիությանը։ Չմոռանանք միայն նշել, որ 1998 թվականից հետո Քոչարյանասերժական իշխանությունների միակ նվաճած տարածքը եղել է Երևանի Ազատության հրապարակը։ Իմ երրորդ մեջբերումը նախորդ ելույթից։ Աֆղանստանը, Իսրայելը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են արևմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես այսօր Կովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ Ի տարբերություն արևմուտքի, Ռուսաստանի համար այսօր Կովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ եւ միամտություն է կարծել, թե նա երբևէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեկցից։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետևաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Անկասկած, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը եւ Ադրբեջանին S-300 հրթիռակայանների վաճառքի վերաբերյալ գործարքը ավելի եւս ամրապնդում են Ռուսաստանի դիրքերը այսօր Կովկասում եւ անսահմանորեն մեծացնում նրա դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլևս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել եւս չի հաշտվելու այսօր Կովկասում ՆԱՏՕ-ի որևէ կարգի ներկայության փաստի հետ։ Այս դատողություններ ամենևին ռուսամետության կամ հակաարևմտականության արտահայտություն չի կարելի համարել, ինչպես ընկալեցին կամ փորձեցին ներկայացնել ոմանք, այլ ընդամենը իրականության պարզ արձանագրում, որը կապված չէ որևէ մեկի ցանկության, ոչ էլ քաղաքական կողմնորոշման հետ։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները իմ ունեցած տեղեկություններով
փոխանակ ճիշտ եզրակացություններ անելու տվյալ իրականությունից ջանում են ժամանակավոր օգուտներ քաղել ու ամեն ինչ կապել կողմնորոշումների հետ, ընդհուպ անձնավորման աստիճանի։ Մասնավորապես, ամերիկացիների ականջին փսփսում են, թե իբր Տեր Պետրոսյանը ռուսամետ է, իսկ ռուսների ականջին, թե նա ամերիկամետ է։ Այս եղանակով ինձ ու Հայ ազգային կոնգրեսին վարկաբեկելու նրանց հույսը հետևյալ կարծրատիպերն են։ Ըստ Ռուսաստանում տիրապետող կարծիքի, եթե որևէ շարժում ժողովրդավարական է, ուրեմն նարնջագույն է։ Իսկ ըստ Արևմուտքի, եթե որևէ շարժում հակառուսական չէ, ուրեմն ժողովրդավարական չէ։ Հայաստանի իշխանությունների դրսևորած այս ողորմելի վարքագիծը ցույց է տալիս, որ ոչ միայն արտաքին, այլև ներքին խնդիրների լուծման գործում նրանք իրենց հույսը դրել են բացառապես օտար ուժերի բարեհաճության վրա։ Չեմ կարող չանդրադառնալ նաև քաղաքագետների ուշադրությունից վրիպած հետևյալ նշանակալից իրադարձությանը, որը 2 շաբաթ առաջ տեղի ունեցավ Բաքվում։ Նկատի ունեմ նախագահներ Մեդվեդևի եւ Ալիևի շուրթերից հնչած այն միանշանակ հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այլևս ստրատեգիական գործընկերներ են։ Թեև նման խոսքեր առաջ էին ասվել, բայց առաջին անգամն է, որ դրանց մեջ կոնկրետ բովանդակություն է դրվում։ Այսինքն, կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռևս 1998 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետևյալը. Ես չեմ բացառում, այլև ընդհակառակը չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու մենաշնորհը։ Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ դժվար չպետք է լինի պատկերացնել։ Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր ռուս-թուրք-ադրբեջանական ձևաչափի ձևավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որը իմ կարծիքով շարունակելու է պահպանվել թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ արևմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձևաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ Ինչպես նկատված է քաղաքագետների ու լրագրողների կողմից, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը այլևս մանևրի դաշտ չունի։ Եթե մինչ այժմ նա կարողացել է ինչ-ինչ խոստումների ու ազգային շահերին հակասող զիջումների գնով սիրաշահել արևմուտքին ու դրա շնորհիվ մեղքերի թողություն ստանալ սեփական երկրում գործած անօրինությունների, ընտրակեղծարարության, քաղաքական հալածանքների ու ահռելի չափերի հասնող կոռուպցիայի համար, ապա այժմ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգման եւ ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության արդյունքում այսօր Կովկասում առաջացած աշխարհաքաղաքական նոր իրադրության լույսի ներքո թողության այդ պաշարը սպառված պետք է համարել։ Այս առիթով չպետք է մոռացության տալ այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մինչ այժմ միակն է եղել, որ լրջագույն կասկածներ է հայտնել Սերժ Սարգսյանի լեգիտիմության վերաբերյալ։ Դրա մասին ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձի բացակայությունից առավել վկայում է այդ երկրի պետքարտուղարության 2009 թվականի Հայաստանին վերաբերող զեկույցը,
որը մեր երկրում անցկացված վերջին նախագահական ընտրությունները գնահատում է ոչ այլ կերպ, քան նշանակալիորեն արատավոր կամ խոտան եւ տարակուսանք արտահայտում քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թվի առթիվ։ Նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանը ըստ պաշտոնական տվյալների հավաքել է ընդամենը անհրաժեշտ ձայներից 2.5% ավելի, նշանակալիորեն արատավոր եւ քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թիվ որակումները պետք է գնահատել որպես ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող բացահայտ ակնարկներ, որովհետև նման որակումների արժանանալու համար ընտրախախտումները պետք է կազմեին ոչ թե 1, 2 կամ 3, այլ առնվազն 10-20%։ Ավելին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը տեղյակ է ոչ միայն Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքին, այլև այն անհանդուրժելի իրողությանը, որ նրա ղեկավարած իշխանությունները վճռական ջանքեր չեն գործադրում Հայաստանում լայն տարածում գտած կոռուպցիայի դեմ պայքարելու գործում։ Սա ճշգրիտ մեջբերումն է այդ զեկույցից։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ինչպես մենք, ամերիկյան կառավարությունը ևս Հայաստանի վարչակազմը համարում է ավազակապետական, գող, քանի որ այլ կերպ չի կարելի կոչել մի իշխանություն, որը վճռական ջանքեր չի գործադրում իր երկրում լայն տարածում գտած կոռուպցիայի դեմ պայքարելու գործում։ Այսինքն, եթե դա չի անում, ուրեմն ինքն է կազմակերպում կամ առնվազն խրախուսում կոռուպցիան։ Այս ամենը գիտենալով ու պաշտոնապես արձանագրելով հանդերձ, Միացյալ Նահանգների կառավարությունը, ինչպես բազմիցս նշել ենք, 2.5 տարի շարունակ լիակատար աջակցություն է ցուցաբերել Սերժ Սարգսյանին եւ աչք փակել վերջինիս աղաղակող հանցագործությունների ու Հայաստանի քաղաքացիների կրած անհամար տառապանքների վրա, թե ինչ նկատառումներով ավելորդ եմ համարում մեկնաբանել։ Արժե միայն ընդգծել, որ Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմ ու կոռումպացված լինելու հանգամանքը այն հզոր լծակն է, որով մինչ այժմ արևմուտքը անվերապահ աջակցության դիմաց Սերժ Սարգսյանից կորզել է հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր ակնկալած խոստումներն ու զիջումները։ Սակայն այդ խոստումներն ու զիջումները չկատարելու պարագայում նշված լծակը անտարակույս օգտագործվելու է հակառակ ուղղությամբ, ինչի ժամանակը կարծես մոտենում է։ Սերժ Սարգսյանին մնում է ենթարկվել ճակատագրին եւ իր բախտը որոնել Մոսկվայում ու Անկարայում։ Ավելի կոնկրետ, ռուս, թուրք, ադրբեջանական գերագույն ատյանում։ Թեև, քանի որ նա բավական ուշացումով է միացել այդ կարգին, այստեղ էլ նրան միայն հիասթափություններ են սպասում։ Բայց Սարգսյանի հոգեկան տվայտանքը վերջին հարցն է, որ պետք է հետաքրքրի մեզ։ Ողջ հայ ժողովրդի ուշադրությունը այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջև։ Կրկնում եմ, պարտադրված լուծումների սպառնալիքի առջև։ Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաճը մեր երկիրը նորից կանգնեցնում է գործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին։ Դաշնակցական գործիչներից ոմանք իրենք էլ հետին թվով խոստովանել են, որ եթե 1920 թվականի մայիսին իշխանությունը հանձնեին բոլշևիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արտահանը, Սուրմալուն ու Նախիջևանը եւ այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաեւ Ղարաբաղի հարցը։ Դա անելու փոխարեն, սակայն նրանք անխնա կոտորեցին մայիսյան ապստամբության առաջնորդներին եւ հարյուրավոր ապստամբների բանտերը նետեցին։ Մեղմ ասած, անխոհեմաբար հարուցելով Ռուսաստանի անհաշտ թշնամանքն ու հայրենիքի հաշվին
դառնագույնս հատուցելով այդ անխոհեմության համար։ Ինքնըստինքյան հասկանալի է ուրեմն, որ սրանից արվելիք հստակ եզրակացությունը պետք է լինի այն, որ Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը իշխանափոխությունն ու օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանության հաստատումն է։ Ուրեմն իշխանափոխությունն ու օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանության հաստատումն է, որը զերծ կլինի լեգիտիմության պակասի ու կոռումպացվածության պատճառով անհարկի զիջումների ու մեծ հաշվով ազգային դավաճանության գնալու հարկադրանքից։ Հակառակ ասեկոսեներին իշխանափոխությունը եղել եւ մնում է հայ ազգային կոնգրեսի գլխավոր խնդիրը։ Եվ մենք հետևողականորեն ու անդադրում հետապնդելու ենք այն անկախ նրանից, թե որքան համառ կլինի ավազակապետության դիմադրությունը, որքանով մեզ կոժանդակեն երկրի ճակատագրով մտահոգ մյուս քաղաքական ուժերը եւ որ չափով միջազգային հանրությունը կշարունակի սատարել Հայաստանի հանցագործ իշխանություններին։ Իշխանափոխության խնդրի ձգձգումը սակայն չի նշանակում, որ մենք տվյալ պահին իրավիճակը թեկուզ որոշ չափով շտկելու մասին չպետք է մտածենք։ Մենք մշտապես պնդել ու այսօր էլ համարում ենք, որ երկու վճռական քայլ կարող է կտրուկ կերպով փոխել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը։ Առաջին, Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը, ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղաքբանտարկյալների ազատ արձակումը եւ ներազգային համերաշխության հաստատումը, որը ընդունակ կլինի դիմագրավել բոլոր մարտահրավերները։ Եվ երկրորդ, Լեռնային Ղարաբաղի որպես հակամարտության լիիրավ կողմի ԵԱՀԿ Բուդապեստյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը։ Սերժ Սարգսյանը ոչ մեկն է անում, ոչ մյուսը, ինչը գերագույն պատասխանատվություն պահանջող ներկա իրավիճակում հավասարազոր է ազգային դավաճանության։ Հետևաբար, Հայ ազգային կոնգրեսի անունից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Առաջին, թե մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպես եւ ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը։ Երկրորդ, մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ եւ թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը։ Եվ երրորդ, մենք պահանջելու ենք նաև, որ Ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչը արտառոտ չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում։ Սարգսյանը որևէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել, քանի որ նախ իր նախընտրական ծրագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարգավորման գործընթացից դուրս թողնելու կամ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խոստում չի տվել, եւ երկրորդ, պարզապես ընտրված նախագահ չէ։ Հետևաբար, նա ընդհանրապես որևէ որոշում կայացնելու, հրամանագիր արձակելու, օրենք վավերացնելու եւ համաձայնագիր կնքելու իրավունք չունի։ Իսկ մինչ այժմ նրա կողմից ստորագրված բոլոր որոշումները
հրամանագրերը, օրենքներն ու համաձայնությունները զուրկ են իրավական ուժից։ Սա նշանակում է արդյոք, որ մենք սպառված ենք համարում իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մեր պատրաստակամությունը։ Դեռևս ոչ, նկատի ունենալով ազգային շահը, սակայն երկխոսության համար անհրաժեշտ նախկին պայմանին, այն է քաղաքապետարանի անհապաղ ազատ արձակմանը, մենք այժմ ավելացնում ենք ևս մեկը, մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտումը և դրանց պատասխանատուների դատական հետապնդումը։ Իսկ երկխոսությունը կարող է վերաբերել միայն մեկ հարցի՝ խաղաղ սահմանադրական ճանապարհով իշխանության փոխանցմանը ժողովրդին։ Իշխանության փոխանցմանը ժողովրդին, ինչը հնարավոր է իրագործել միայն արտահերթ ընտրությունների միջոցով։ Ընդ որում սկզբում նախագահական և ապա միայն խորհրդարանական։ Ինչպես դիպուկ կերպով ձևակերպել է Ստեփան Դեմիրճյանը, քանի որ Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամը առաջացել է ընտրությունների պատճառով, ուրեմն այն պետք է և կարող է հաղթահարվել միայն ու միայն ընտրությունների միջոցով։ Իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ նախ և առաջ սկզբունքի հարց, որովհետև ժողովրդից խլված իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Եվ երկրորդ պատմական անհրաժեշտություն թելադրված Հայաստանի ու Ղարաբաղի առջև կանգնած ներկա մարտահրավերներով, որոնց դիմագրավման այլ միջոց գոյություն չունի։ Ես կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ հեռանալու է իշխանությունից։ Այդ բանը նա կարող է անել կամ ժողովրդի հետ վերջնականապես թշնամացած, կամ էլ քիչ թե շատ հաշտված վիճակում, թե իր, թե ժողովրդի համար անշուշտ նախընտրելի է երկրորդ տարբերակը, այլապես մեր երկրի կորուստները, որոնք արդեն իսկ անթիվ են, անշրջելի կարող են դառնալ։ Այսօրվանից մեր պայքարը թևակողում է մի նոր և ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը։ Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Իմ ելույթը այդ հանրահավաքում նվիրված կլինի հիմնականում Հայաստանի իրականության ամենավտանգավոր ու խայտառակ երևույթներից մեկին՝ կոռուպցիային, որը առանց չափազանցության պարզապես կործանում է մեր երկիրը և ժողովրդին մատնում անելանելի թշվառության։ Իսկ հոկտեմբեր ամսին Կոնգրեսը նախատեսել է անցկացնել նաև մի շարք այլ զանգվածային միջոցառումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնի Լևոն Զուրաբյանը, ինչպես քիչ առաջ խոստացավ։ Իսկ խոսքս ուզում եմ ավարտել մեր բոլորիս սիրելի մաեստրո Օհան Դուրյանի բոցաշունչ կոչով, որով նա ժողովրդին դիմել է իր ծննդյան 88-րդ տարեդարձի առթիվ տված հարցազրույցում։ Կա ավազակապետություն, ասում է մաեստրոն, և կա նրա դեմ պայքարող ժողովուրդ։ Ոչ երկրորդ, ոչ չորրորդ, ոչ էլ 10-րդ ուժի անհրաժեշտություն չկա։ Դա ժողովրդին մաս-մաս անելու, խաբելու նպատակ է հետապնդում։ Եկեք ուրեմն միասին բոլորով գնանք դեպի իսկական ժողովրդավարական
նոր Հայաստան, առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների։ Կրկնում եմ, սա մայեստրոյի խոսքերն են, շարունակում եմ, մի մնացեք ու մի թաքնվեք ձեր խոհանոցներում ու բակերում, համախմբված դուրս լծվեք բոլորդ, ով խոցված է, վիրավորված, թալանված ու պարտադրված արտագաղթելու։ Եթե բոլորը համակված լինեին աշխարհահռչակ խմբավարի քաղաքացիական գիտակցությամբ, ապա իսկական ժողովրդավարական նոր Հայաստանը մենք վաղուց կերտած կլինեինք։ Բարի երթ եւ մինչ նոր հանդիպում։